Արոն Չոբանյան, դուք եւս միացել եք այս բողոքի ակցիային, կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ քաղաքացիները հավաքվել են պահանջելու չեղարկել, անվանվել, ճանաչել ընտրությունների արդյունքները։ Դուք եւս պահանջում եք անվանվել, ճանաչել, որն է ձեր պահանջը եւ ինչու որոշեցիք միանալ այս նախաձեռնությանը։ Նախ առաջ միանշանակ գիտեմ Elə դեռ 21 թվականից սրանց կեղծելի բոլոր եղանակների ձևերը փորձել եմ նախապես նշացնել ընդդիմությանը, որը լսել չգիտեմ, էական չի, էականին նա, որ ընտրությունը ամուսնությամբ կեղծված է։ Վերականաբար սրանք ընտրել են այն տեղամասերին, որտեղ առավելևս խոցել է առաջ Հայաստանի կարգավիճակը առավելագույն հավաքած ձայնի տեղամասերը Եվ անվավել են ճանաչում, որի իրավական բացարձակապես չունի։ Այսինքն դա տարածքային հանձնաժողովների իրավասության մեջ մտնող խնդիր է, որ հետո պետք է գնա պարտադիր դատարան, իսկ դատարանը պետք է արդեն օրենքի համար պատասխան, որտեղ օրենքում իմպերատիվ ձևով գրված է, պետք է նշանակի վերակվեարկություն։ Իրավունքն է սահմանված ճանաչում։ Իսկ քաղաքացիների տված ձայները դու ասում ես, «Էսի ոչինչ նկատի ով է քեզ այդ իրավունքը»։ Ես ստեղ ձայն եմ տվել խոսքի օրինակ։ Այդ տեղամասում դու չի անկում, իմ ձայնը անվավել է։ Վերակվեարկություն նշանակեք, որ նորմալ հարցը լուծեի։ Այդքան բան։ Նիկոլ Փաշինյանը նաև ասում է, ովքեր աջակցել են ընդդիմությանը 100%-ով գումար են վերցրել։ Հիմա դուք գումար եք վերցրել, հետո եք աջակցել։ Գումարի աջակիցներն են վերցրել։ Ես բազմաթիվ փաստերի մասին տեղեկացել եմ, լսել եմ, ընդհանուր տարբեր տեսակի զանգերով, պաշտոն, չգիտեմ գործարք ուրիշ բան, նաև ինձ էլ առաջարկել իրան ընտրելու ամենամեծ ընտրակաշառը ինքն է, ամենաշատ կաշառ տվողի ինքն է, էլ պետական բյուջեով սկսած, էլ կոնկրետ մարդկանց արձել տալով, էլ մարդկանց տները մտնելով, վախեցնելով աշխատանքից հեռացնելով։ Ինչ են ձեզ առաջարկել, որպեսզի միանաք իրենց, ասում եք ձեզ էլ են առաջարկել, չեն առաջարկել։ Այ չխոսաս այս բաներ չանես, մենք քեզի ինչ-որ լավ բաներ կարանք։ Պաշտոն, գումար, ինչ են առաջարկել կոնկրետ։ Տեղ, դիրք, հա։ Իսկ ով է առաջարկել, կարող եք ասել, որ կառույցից, իսկ որ կառույցից։ Չէ, կառույցը կապ չունի։ Դրանք առանձին ընկերներ են, որոնց հետ ես մի հարաբերությունները սկսում եմ, որոնք որոշել են, որ քպեական են, դրանք որոշել են գնալ, բայց իրական դեղին ես Դավաճանի հետ ընկերություն անող մարդու չեմ կարող ընկալեմ որպես ընկեր։ Դրանք փորձել են հաշվի առնելով, որ մենք ընկերներ ենք, այսինքն ինչ-որ մի ձևով իր վրա ճնշումներ գործադրել, բնականաբար շատ լավ իմանալը, որ եթե հանրություն ավելի բան է, այնուամենայնիվ են փորձել։ Երևի ձայնագրել են այդ արածը, որ համապատասխան տեղում է ցուսան, տեսեք ձեր առաջադրանքը կատարվում։ Ինչևից է։ Իսկ ինչ սպասելիքներ ունեք ԿՀ-ից, վերջնական արդյունքը ինչպիսին է լինելու։ Ոչ մի սպասելիք չունեմ, իշխանապողությունը ինչպես եք դուք պատկերացնում, ընտրություններով տեսանք, որ չի հաջողվում ընդդիմությանը։ Ես դեռ 21 թվականին այն ընտրությունների ժամանակ հաշվել եմ, համարել եմ սրա անընտրություններով հեռացնելու հնարավորություն չկա։ Ասել եմ դա այն ժամանակ, ասել եմ այս ընտրություններից առաջ, ասում եմ հիմա։ Փողոցային պայքար եք առաջարկում։ Ես առաջարկում եմ, այո, իրավական դաշտի մեջ առանց որևէ օրենքը խախտելու քաղաքացիները պետք է հելնեն փողոց եւ պահանջեն իրենց իրավական իրավունքները։